Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյօֆի առաջին խաղում Ալկմարի թիմի նկատմամբ Երևանի Նոայի հաղթանակից հետո այսօր արդեն Ալկմարի այս մարզադաշտում տեղի կունենա պատասխան հանդիպումը։ Այս ստադիոնը կարող է ընդունել ավելի քան 19,000 հայ երկրպագուների համար հատկացված է 950 տեղ։ Ակումբը օրեր առաջ հայտարարեց, որ բոլոր տոմսերը սպառվել են։ Կարծում եմ բոլոր ընկերներս, ընտանիքիս անդամները կգան, դա ինձ հավելյալ ուժ կտա։ Հայաստանի համար այս խաղը մեծ իրադարձություն է։ Ինչին հասել է Նոան, շատ մեծ նվաճում է, իհարկե ավելին ենք ցանկանում, բայց սա արդեն իսկ նվաճում է։ Ամբողջ երկիրն աջակցում է մեզ, որն իսկապես հաճելի է։ Very tough and very hard match is in front of us. Շատ ծանր եւ բարդ հանդիպում է մեզ սպասվում։ Գիտենք, թե ում դեմ ենք խաղալու։ Նրանք այժմ խաղալու են իրենց դաշտում, իրենց երկրպագուների աջակցությամբ։ Առաջին խաղից տարբերվող հանդիպում է սպասվում։ Շատ ենք հարգում նրանց, բայց եւ հավատում ենք մեր որակներին եւ պատրաստ կլինենք մրցել։ But also we believe in our qualities and we will be ready to compete tomorrow. Նոան առաջին հայաստանյան ակումբն է, որը Եվրագավաթային որևէ մրցաշարի փլեյօֆում հաղթանակ է տանում։ Երևանյան խաղում հաղթական գոլի հեղինակ դարձավ Նոայի ավագ Հովհաննես Համբարձումյանը։ Շատ տպավորիչ հաղթանակ էր հոլանդական հեղինակավոր թիմի դեմ խաղում։ Հանդիպումից առաջ քչերն էին հավատում դրան, բայց իրականություն դարձավ։ Ինձ թվում է Նոան շատ լավ պատրաստվել էր խաղին, ինչը մենք տեսանք արդեն հանդիպման ժամանակ։ Իսկ Ալկմարը իր լավագույն վիճակում չէր, ուներ խնդիրներ, ինչը երևաց արդեն խաղադաշտում։ Ամեն դեպքում Նոան խաղով գերազանցեց, դա կարևոր էր, ոչ թե ինչ-որ պատահականության արդյունքում հաղթեց։ Ինձ թվում է մրցակցի ստադիոնում շատ ավելի դժվար է լինելու, մրցակիցը լուրջ է տրամադրված լինելու, նաև մի քանի առանցքային ֆուտբոլիստներ վնասվածքից ապաքինվել են եւ խաղալու են։ Ինձ թվում է մեծ ճնշում է լինելու Ալկմարի կողմից, նաև ունեն շատ լավ հարձակվող, որը սովորաբար գոլեր է խփում։ Նոային անհրաժեշտ է լինելու խաղալ կազմակերպված, հոգեբանորեն պատրաստ լինել այդ ճնշմանը ու օգտագործել եղած հնարավորությունները։ Ինձ թվում է Ալկմարը թույլ կտա Նոային որոշակի գոլային պահեր ունենալ, պետք է փորձել օգտվել ու նաև հնարավորինս լավ պաշտպանվել։